Ողջույն սիրելիներս, բարի գալուստ իմալիք, ահա միասին կխմենք մեր սուրճը և կնայենք իմ գնումները։ Պատրաստեք ձեր 1 գավաթ սուրճը ու մնացեք ինձ հետ, մի կարծեք, թե ես այսքան քաղցրասեր եմ, պարզապես սուրճ խմելու արարողությունն է այդպիսին, կխմեմ այս գեղեցիկ ճապոնական բաժակով ես իմ սուրճը, լրիվ թափանցիկ ֆարֆոր է, շատ բարակ, թեթև, շատ գեղեցիկ նախշազարդերով, ճապոնական սթայլով, այս տանչայ ֆարֆորով ես կխմեմ իմ սուրճը, սիրելիներս, դե գնացինք միասին կսրճենք, ապա սիրուն բաներ կնայենք։ Մնացեք ինձ հետ, հետաքրքիրը դեռևս առջևում է։ Կարծում եմ, որ այս սուրճի բույմունքը տարածվեց բոլորիս տներում։ Շատ եմ սիրում ես սուրճ, ամեն երեկո քնում եմ արթնանալու սուրճ խմելու նպատակով և արթնանում եմ սուրճ խմելու նպատակով, շատ եմ սիրում սուրճ, երևի թե արդեն գիտեք, թե էլ եմ սիրում, բայց ավելի հաճախ սուրճ եմ խմում։ Եթե նկատել եք, առիթը բաց չեմ թողնում ձեր հետ սրճելու, սիրելիներ, դե վայելենք մեր 1 գավաթ սուրճը և անցնենք գործի։ Սիրելիներ, ահա իմ կատարած գնումները, հիմա միասին կնայենք, ավելի մանրամասը սեղանին առկա է պայուսակ, հագուստ, զարդեր, կոսմետիկ միջոցներ և այս գեղեցիկ 2 սկուտերն եմ գնել, ուրեմն ճապոնական սկուտերներ են, ոսկեպատված են 24 կարատանոց ոսկով, ասեմ, որ այս սինիներից մենք ունեցել ենք մեր հայրական տանը, երբ քույրիկներս գնացին ճամփորդության, որպես սուվենիր բերել էին այս սկուտերների մեծ չափսերը և այդպես աղատաձեռնորեն բաժանեցին այդ սինիները մեր բարեկամներին, իսկ մեր տանը մնաց ընդամենը 1 օրինակ, իսկ երբ ինձ հանդիպեց այս 2 օրինակը, երկուսն էլ գնեցի նոստալգիա ապրելով, քաղցր հետաքրքիր հուշեր, որ երբևիցե ունեցել եմ ես իմ հայրական տանը, երբեմն այո, մենք գնում ենք մեր մանկությունը, ինչ-որ վայրեր այցելելով, ինչ-որ իրեր ձեռք բերելով, դրանք քաղցր անփոխարինելի հիշողություններ են, որոնք ամբողջ կյանքում հետապնդում են մեզ, կարծում եմ, որ բոլորս էլ ունեցել ենք նման պահեր և հայտնվել ենք բազմաթիվ անգամ այնպիսի իրավիճակներում, երբ մեզ հիշեցրել է ինչ-որ վայրը, ինչ-որ հոտը, ինչ-որ մի երևույթը կամ իրը մեր մանկությունը, մեր քաղցր հուշերը, մեր մանկության տարիները։ Մի փոքր շեղվեցի, ինչևէ, մտքով հետ վերադարձա, բայց հիմա կվերադառնամ այստեղ, այս գեղեցկության մոտ, ինչ է տիրում այստեղ, ահա, հիմա տեղի կունենա զարդերի բենեֆիսը, քանի որ բոլորիդ հենց սա է հետաքրքրում, հիմնականում իմ կոնտենտը զարդերի մասին է, ովքեր նոր են միացել իմ ալիքին, ասեմ, որ ես Լուսինեն եմ, ես կոլեկցիոներ եմ, ես հավաքում եմ վինտաժային զարդեր, երբեմն որոշ կտորներ վաճառում եմ, և այսպիսով ստեղծելով իմ կոլեկցիան, պահելով միայն այն զարդերը իմ մոտ, որոնք թեմատիկ են, որոնք իսկապես մնալու են իմ կոլեկցիայում, և այդ զարդերի թվին է պատկանում, ահա այս վզնոցը, սիրելիներ, ուզում եմ ձեզ ցույց տալ ինչպիսի աշխատանք է, ոսկեպատված է 24 կարատանոց ոսկով, այսինքն ոսկե ջրված է, բայց դուք նայեք մետաղի նրբությանը, ինչքան նուրբ գործվածք է սա, այսպիսի աշխատանք դեռևս չեն անում հիմա ոսկյա զարդերի դեպքում, որովհետև շատ նուրբ ժանյակային աշխատանք է, ամբողջովին ձեռքի աշխատանք, և պարանոցի վրա հարմարեցված է, կարծես այնպես են գործել, որպեսզի ճիշտ նստեցվի պարանոցի վրա, այդպիսի նուրբ ժանյակային աշխատանք է, ունի 2 օղակներ, որպեսզի ռեգուլե անենք ըստ ցանկության, այստեղից ստացվում է չոկյար, իսկ այստեղից սովորական վզնոց, այսինքն 3 օղակ կա ռեգուլե անելու համար, 1, 2 և 3, տեսնում եք, ամեն ինչը հաշվարկած է, դրա համար ես սիրում եմ վինտաժային զարդեր, այս վզնոցից ես երբեք չեմ բաժանվի, որովհետև շատ գեղեցիկ աշխատանք է, շատ նուրբ ժանյակային գործվածք, ահա այսպես, սիրելիներս, դնեմ այստեղ մեր աչքի առաջ, իսկ մենք կշարժվենք դեպի առաջ, մյուս վզնոցը ցույց տամ, հաջորդ վզնոցը, երևի թե շատերդ կհիշեք, 80-ից 90-ականներին շատ նորաձև էր, այսպիսի գործվածքներ Հայաստանում և առհասարակ սովետական երկրներում չկար, դրսից էին բերում արտասահմանից, Ամերիկայից կամ ոմանց նույնիսկ հաջողվում էր Եվրոպայից, շատ նորաձև էր և բավականին թանկարժեք, երիտասարդ տարիներին միշտ ուզեցել եմ նմանատիպ շղթա ունենալ
եւ եթե չեմ սխալվում, կոմիսիոնկայից գնեցի, մա չի պահպանվել։ Այդ վզնոցը չգիտեմ ինչ է եղել, համենայն դեպս երբ ինձ հանդիպեց նորը այստեղ Եվրոպայում, ես գնեցի կրկին նոստալգիա ապրելով, բավականին երկար շղթա է, հնարավոր է կրել ինչպես 2 տակով, այնպես էլ 1, շատ լավ գործվածք է, ահա մոտեցնեմ տեսեք, ամուր եւ որակյալ։ Հաջորդ թիվ ուզում եմ ցույց տալ, ահա այս թևնոցը, գեղեցիկ թևնոց է, հիմա կանցկացնեմ թևիս վրա եւ կնայենք միասին, փիրուզագույն էլեմենտներով, ավելի շատ կանաչ է իրական կյանքում, ես չգիտեմ ինչու է կամերան այդպես ցույց տալիս, բոլոր փիրուզագույն դետալները նկատել եմ զարդերի, ավելի շատ կապույտ է ցույց տալիս, բայց իրական կյանքում ինքը այ այսպես կանաչ է, այս սարդից մի քիչ մուգ, նույնիսկ այ այդպիսի երանգ ունի կանաչավուն, ինչևէ, ես ցույց եմ տալիս մոդելը, թե ինչպիսին է ձեռքի վրա, բայց ամենայն դեպս իմացեք, որ կապույտ չի, փիրուզագույն է, դեպի կանաչին է խփում ավելի շատ այս էլեմենտների գույնը։ Լավ, թող մնա ձեռքիս վրա, ցույց տամ այս սարդը, քանի որ արդեն ձեզ ցույց եմ տվել։ Ես չգիտեմ ինչով է պայմանավորված, որ սարդերի սիրահարները շատ են վինտաժային կոլեկցիոներների մոտ եւ բավականին արժեքավոր են այս սարդերը, իրենցից մեծ արժեք են ներկայացնում, ար-դեկո ժամանակաշրջանի զարդեր են, 1920-ից 1930-ականները ընկած հատվածը, երբ զարդագործերը, ոսկերիչներն ու արծաթագործերը ներշնչված են եղել Արևից, Հնդկաստանից, Պարսկաստանից եւ այլն, եւ օգտագործել են սարդերով շատ մոդելներ զարդագործության մեջ, եւ տեսեք փականից զգացվում է, որ ինչքան հին է, եւ փականը սիրելիներ ցեյաձև է, ես ասել եմ, այդ ժամանակաշրջանի զարդերը պետք է ունենան ցեյաձև, պրիմիտիվ փական, այ այսպես, որովհետեւ ավելի բարդ կոնստրուկցիայով փականներ այդ ժամանակ չեն արտադրվել, այ այսպես ամենապրիմիտիվը։ Իսկ նմանատիպ փականները, այ այս շնիկով, արդեն արտադրվել են 1940-ականներից հետո։ Կներեք դրսի աղմուկի համար։ Ահա, լատունային կառուցվածք ունի, մետաղը լատունից է, այս փոշի, հիմա արդեն զարդերը լատունից չեն պատրաստում, որտեղ լատունը համարվում է թանկարժեք մետաղ եւ օգտագործվում է զենք զինամթերք արտադրելու ժամանակ, իսկ այդ տարիներին լատունը նաեւ օգտագործվել է զարդագործության մեջ, որի արդյունքում այս զարդերը հասել են դեռևս մինչև մեր ժամանակները, թեպետ նայեք, մի փոքր տարիքի հետ կապված չի դեֆորմացվել, այլ ծռմռվել է թևիկները, բայց ուրախ եմ, որ ամբողջովին է պահպանվել, որտեղ շատ հաճախ վնասվում են թևերը եւ ոտիկները, սարդերի վերջույթները փխրուն են ավելի, բայց քանի որ սա լատունից է, ամբողջական պահպանվել է։ Այստեղ անտիկ բրոշներից է նաև սա, այս կամեյան, որը պլաստիկից չէ, այն փորագրված է խեցու վրա եւ տեսեք դիմագծերը այս կնոջ եւ նաև գեղեցիկ կին է, մազերը, վզնոցը, նայեք, ինչպիսի 3D աշխատանք, շատ լավ է փորագրված։ Նայեք հագուստի շերտերը, ինչքան մանրակրկիտ աշխատանք է, ձեռքով կատարված աշխատանք, ամեն մազը հատիկ-հատիկ փորագրված։ Արդեն գիտենք 40-ականների զարդ է, որովհետև շնիկաձև փական ունի, բայց նայեք ոսկեպատման հաշվին շատ լավ է պահպանվել այս գեղեցիկ զարդը։ Հաջորդ թիվ անտիկ զարդերից է նաև սա։ Այս երկու զարդը հասկացանք, որ 40-ականների, 1940-ականներին պատկանող զարդեր են, իսկ այս մյուսը 1920-ից 1930-ականներ, այսինքն նախորդ դարի սկիզբ, հարգելիներս։ Ես ուզում եմ մաքսիմալ գիտելիքներ փոխանցել ձեզ, այդ իսկ պատճառով մանրամասն եմ ներկայացնում։ Սիմպաթիչնի ընձուղտիկը եւ այս շատ գեղեցիկ ճոխ տերևը, լիցքից հասկանում ենք, որ շատ լավ ընկերություն է արտադրել, տեսեք ինչ լիցք է կատարել։ Իսկ այս ընձուղտիկն էլ կարծես կատակ բրոշների շարքին է պատկանում։ Շատ գեղեցիկ է նայվում ինչպես վերնաշապիկների վրա, այնպես էլ ջինսից վերխերի վրա։ Իսկ տերևը ավելի կլասիկա է, ավելի դասական։ Այս մյուս բրոշը կուզենամ ցույց տալ, կենտրոնական էլեմենտը ամիցիստ է, միներալի մի կտոր բնական,
հակված եմ, որ 60-ականների բրոշ է, ինձ այդպես է թվում, որովհետև դեռևս այն ժամանակ եղել են այս հին ֆուրնիտուրաները եւ դեռևս օգտագործվել է պահեստային մասից։ Տերևը եկեք նայենք, շատ լավ է դարձյալ կատարված, այստեղ կա մարկիրովկա, որը չի ընթերցվում, այստեղ չեմ կարողանում կարդալ ինչ է գրված, որքան մոտեցնում եմ, միևնույնն է, չեմ կարողանում կարդալ, միգուցե տրիֆարի, ինչ է գրված, մաքրվել է։ Եթե ձեր մոտ ստացվեց կարդալ, խնդրում եմ թողեք մեկնաբանություններ, ինչևէ շատ գեղեցիկ բրոշ է, հաստ էմալով, արծաթագույն և փայլուն, արծաթագույն միևնույն ժամանակ փայլուն բլեսկով էմալ և գեղեցիկ ոսկեպատված հիմք, որը ավելի խորություն է տալիս այս բրոշին, բրոշը անկենդան չի, կարծես աշնանտերև, ծաղից պոկված և մի փոքր ծալված է դեպի ներս, այս տերևը շատ գեղեցիկ է և արևի լույսի տակ դրսում այնքան փայլուն է, յուրահատուկ փայլ ունի, շողշողում է դրսում արևի լույսի տակ։ Ահա պատուհանի մոտ տեսեք ինչպես է փայլում, դե բնականաբար դրսում ավելի մի քանի անգամ ուժեղ կփայլի, շողշողուն տերև։ Հիմա ցույց տամ այս արխիդեյաները, արխիդեաների հավաքածու, գեղեցիկ բրոշ է, կարծես ժանյակային արխիդեա լինի, սա էլ ներսի հատվածը գեղեցիկ լիցք ունի կատարված։ Երկու ականջողեր օրխիդեայի տեսքով, հիմա շատ նորաձև է այս տիպի ականջողերը, մենք միասին մի քանի անգամ եղանք Զարախանութում և դուք նկատեցիք, թե ինչքան շատ կային արխիդեայով ականջողեր, ես նույնիսկ ունեմ մի քանի տեսանյութեր, շորթեր, որտեղ ուսումնասիրում ենք թրենդային զարդերը և այս զարդը պատկանում է թրենդային զարդերի թվին, այս տարվա Մեդ Գալայից հետո ծաղկային զարդերը շատ ակտուալ են և թրենդային, քանի որ Մեդ Գալայի թեման հենց բնությունն էր, ծաղիկները, բոլոր հայտնիները գորգի վրայով քայլում էին, Մեդ Գալայի մասնակիցները գեղեցիկ ճոխ զարդերով, նմանատիպ ծաղկային մոտիվներով և այդ թրենդը մնաց այս տարի, սա էլ է այդ տոպ 10-ին պատկանող թրենդային ականջողերից, բայց մի փոքր այլ է, թեպետ լիցքը լավ է կատարված, բայց ժամանակակից զարդեր են երկուսն էլ, ուղղակի եթե համեմատում ենք դետալները, այստեղ արկա է քար, այստեղ խխունջ, այս էլեմենտը այս ականջողի վրա վերևից է քարը ամրացված, իսկ խխունջը ներքևից մյուս ականջողի վրա, արխիդեայի տակից, որն էլ շարժման ընթացքում սկսում է շարժվել, իսկ տվյալ դեպքում ականջողն է սկսվում շարժվել և երկու զարդի դեպքում էլ կա շարժում, ինչը լավ է, զարդերը նույնպես հագուստների նման շարժման դեպքում ավելի գեղեցիկ են երևում, որովհետև գույնային խաղ է լինում, քան անշարժ վիճակում, դրա համար լավ է, որ այդպես է պատրաստված, որ ականջողերը շարժվեն։ Այս մյուսը նույնպես կրիստալատոպիա է, քարերը շատ փայլուն, էլեգանտ, միևնույն ժամանակ casual կլիպսներ են, ոսկեպատված, ամբողջովին նոր, կարծես ոչ մեկ չի կրել և հենց այդպես էլ կա իրականում, շատ լավ է նայվում ականջների վրա, ականջների վրա այսպես է նստում, այս դիրքով, կարծես ընդունելով ականջի ֆորման, օրիգինալ է նայվում։ Հիմա ինչ նայենք, այս մյուս ականջողերը, այս մյուս կլիպսները նույնպես արխիդեայի տեսք ունեն, գեղեցիկ կլիպսներ են, բոլորովին նոր, ականջների վրա նայվում են ահա այս տեսքով, վոլյում ունեն այս ականջողերը, 3D տեսք, շատ գեղեցիկ է նայվում ականջների վրա, որովհետև փոքրիկ են, բայց ունեն վոլյում։ Մնաց այստեղ այս կլիպսները, 80-ականների կլիպսներ են, ամբողջովին նոր, չօգտագործված,
Կարծում եմ, որ շատ հետաքրքիր զարդեր են, միևնույն ժամանակ որոշ զարդերը իրար նման, իսկ ոմանք շատ տարբեր։ Խնդրում եմ թողեք մեկնաբանություններ, որպեսզի ես հասկանամ, թե ում որ զարդը ավելի շատ դուր եկավ, հետաքրքիր է իմանալ տարբեր մարդկանց կարծիքներ, ծանոթանալ տարբեր մարդկանց ճաշակների հետ։ Ինչևէ, ինձ դուր եկան այս զարդերը, իմ ֆավորիտն է այս գեղեցիկ վզնոցները։ Հիմա ուզում եմ ցույց տալ երկու պալետկաներ, գնել եմ նվերի համար երկու քույրիկներիս, հիմա տեսնենք ինչ կա ներսում։ Բնականաբար այն ամենը, ինչ պատկերված է այստեղ, եկեք տեսնենք մոտիկից։ Ահա այսպիսի պալետկա է, լրիվ նույնը ինչ նկարում է և թարթրչաներ կա, ահա այսպիսին, ճիշտ նույնը ինչ կա նկարի մեջ բնականաբար, և սուրման, տիպը շատ է սիրում նմանատիպ սուրմա, ասում է ֆլոմաստերի նման սուրմա աղ իմ համար, հեշտ է այդպես սկսելը, Հայաստանում չկա, և հենց այս սուրման էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի ես գնեմ այս սեթը նրա համար։ Երկուսն էլ նույնն է, դրա համար չեմ բացի հաջորդը, լրիվ նույնն է, ինչպես տեսնում եք, ճիշտ և ճիշտ նույն նաբողից երկու օրինակից։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ մի պայուսակ, որը արդեն հասցրել եմ տեստանել կինոթատրոն գնալուց և մեկ անգամ էլ հյուր եմ գնացել։ Ահա այն, հարմարավետ պայուսակ Գեյսից, իր կողպեքով, կլասիկ մոդելն է, երկու կանթանի, ահա այսպես, երկու կանթանի կլասիկ մոդելն է, եթե հարմարավետ ճիշտ դասավորում ես և քայլում ես այնպես, որ սենց չթափահարես պայուսակը, ամեն բան մնում է իր տեղում և գտնում ես քեզ հարմար ամեն ինչը։ Թեպետ մեծ պայուսակ է, բայց ծանր չի։ Միակ բանը, որ ինձ դուր չեկավ, որ տակը չունի այն կոճկամները, որը որ ուներ իմ Զարայի պայուսակը, որ վերջերս էի գնել, հիշում եք։ Դա շատ կարևոր է, երբ որ դնում ես պայուսակդ ինչ-որ տեղ, այս մասերը եթե ունենում է կոճկամներ, ավելի ապահով է լինում, քանի որ ամենաշատ վնասվող հատվածները եզրերն են պայուսակների։ Հետաքրքիրը նա է, որ Գեյսի պայուսակը մի քանի անգամ, մոտ 3-4 անգամ թանկ էր Զարայի պայուսակից, բայց Զարայի դեպքում առկա էր այդ կոճկամները, իսկ Գեյսի դեպքում ոչ։ Այնպես որ կարևոր չի գինը կամ արժեքը, կարևորը ճիշտ կատարումն է պայուսակների դեպքում։ Հիմա անցնեմ Զարայի գնումը, սիրելիներս, մենք միասին այցելեցինք Զարա խանութ, ես փորձեցի 3 վերնաշապիկներ և անգամ ասեցի քվեարկեք, թե որը ես կգնեմ։ Իսկ հաղթողին ինչ է սպասվում, մրցանակ, դե հիմա տեսնենք որն եմ ես գնել, այո, ես գնեցի վարդագույն տարբերակը, գիտեք ինչու, որովհետև բաղադրությունը մի քանի անգամ լավն էր, հիմա կնայենք բաղադրությունը, սիրելիներ, սա հեոգրաֆիկ նշանը, որով կարող եք պատվիրել, դեռևս առկա է այս վերնաշապիկը, ահա բաղադրությունը, լյոն կար մեջը, վուշ, 52% վուշ է և 48% վիսկոզա, վիսկոզան եթե լինում է, ավելի փափկացնում է վուշը, դե գիտեք, վուշը բնական է, բայց ինքը կոշտություն ունի մի տեսակ։ Ահա արժեքը, ինձ դուր եկավ, որ հետևի մասում կա գոտի, ավելի շատ, դե ես վերնաշապիկները հագնում եմ որպես վերնաշոր, վերնազգեստ, վերխ, այսպես ասած, մեր խոսակցականով, քանի որ գոտի ուներ, ավելի նման էր վերնահագուստի սիրելիներս, և ծովափնյա երկրների համար շատ լավ է վուշը, երբ արևը ուժեղ վառվում է, հագնում ես այսպիսի երկար թև վերնաշապիկ քո սարհատանի վրայից կամ բարակ տոպի վրայից և ուսերդ ու թևերդ չեն վառվում, դրան մեծ ուշադրություն դարձրեք սիրելիներս, որովհետև ինչը երբ դու պարկած ծովի ափին ստանաս զագար, ինչ ուղակի քաղաքի մեջ քայլելով, դա նույնը չէ, քանի որ
մենք պաշտպանում ենք մեր մարմինը լողափին արևապաշտպան կրեմներով։ Ինչևէ, ես սա հագած ունեմ, կտեղադրեմ կադրերը այստեղ աճանկյունում, բայց հիմա կախած ցույց կտամ սա ձեզ։ Ահա այսպիսի գեղեցիկ նուրբ վարդագույն վերնաշապիկ, որի մեջ արկա է կապտավուն երանգ, այ այսպիսի վարդագույնը կոչվում է վարդագույն կապույտով, մի փոքր ունի ինքը այդպիսի երանգ։ Ես չգիտեմ կամերան դա փոխանցում է թե ոչ, բայց այն շատ ճչացող վարդագույն չի, մի տեսակ այլ վարդագույն է։ Հիմա կասեք այլ վարդագույնը որն է։ Այո, բոլոր գույներն էլ ունեն երանգներ, սիրելիներս։ Կարմիրն է լինում տաք, սառը, երանգներ է ունենում նաև վարդագույնը, մանուշակագույնը, սառը վարդագույն երանգ, որը ինձ շատ դուր է գալիս, եւ ես այն կկրեմ իմ լյոնից տաբատի կամ շորտի հետ։ Ասեմ, որ բազմաշերտ հագնվելը շատ շահեկան է, քանի որ երբ դուրս ես գալի տանից, չգիտես ինչպես հագնվել, երբեմն ջերմաստիճանը փոփոխվում է։ Դրա համար Եվրոպայում մարդիկ մեծ ռյուկզակներով են տանից դուրս գալիս, իրանց մոտ ունենալով ամեն ինչ՝ անձրևանոց, վերնահագուստ։ Դե ինչևէ, սիրելիներ, այսօր այսքանը, ահա այսպիսին էին իմ գնումները, մեկնաբանություններ թողեք, տեսնեմ որը հավանեցիք, ինչը ձեզ հետաքրքրեց, կարծում եմ, որ զարդերի թեման բոլորիս ամենաշատն է հետաքրքրում, բայց այս ամենը այն է, ինչ մենք սիրում ենք աղջիկներս, մնացեք լավ, կհանդիպենք դեռևս հետաքրքիր առջևում է, մնացեք ինձ հետ, à bientôt, à très vite, au revoir, ցտեսություն։